Սևան համայնքում արդեն մեկնարկել են Եվրամիության կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումներն ու մրցույթները «Մաքուր, անվտանգ եւ մրցունակ էներգետիկ միություն» խորագրի ներքո։ Ապրիլի 28-ին Դդմաշենի միջնակարգ դպրոցում անցկացվեց Եվրամիության կայուն էներգիայի շաբաթվան նվիրված բաց դաս։ Միջոցառման ընթացքում կարևորվեց մաքուր եւ անվտանգ միջավայր ունենալու համար այլընտրանքային էներգիայի աղբյուրների դերն ու նշանակությունը մեր կյանքում։ Հանդես են գալիս արևային համայնք խորագրով միջոցառմամբ, որի հիմնական նպատակն է խթանել եւ զարգացնել աշակերտների գիտելիքները եւ հմտությունները, հետաքրքրությունները վերականգնվող էներգիայի, մասնավորապես արևային էներգիայի նկատմամբ։ Մենք վստահ ենք, որ ավելի գիտակից եւ կրթված սերունդն է այն ուժը, որը ձևավորելու է ավելի կայուն եւ անվտանգ միջավայր։ Սա մեզ համար մրցութային միայն միջոցառում չի, այլ նաեւ համագործակցության, ստեղծարար մտածողության, ինչպես նաև պատասխանատու վերաբերմունքի դրսևորման հարթակ է։ Այստեղ ներկայացված յուրաքանչյուր գաղափար, յուրաքանչյուր քայլ նոր կյանքի սկիզբ է ավելի մաքուր եւ անվտանգ համայնք ստեղծելու համար։ Սևան համայնքում կկազմակերպվեն կայուն էներգիային նվիրված բազմաբովանդակ միջոցառումներ, մրցույթներ, բաց դասեր, դպրոցական լիգաներ, սպորտլանդյաներ, հեծանվարշավներ, ցուցահանդեսներ։ Նախատեսված են կարճ տեսանյութերի, նկարչական եւ լուսանկարչական, որմնանկար, էսսեների, պաստառների պատրաստման մրցույթներ, մասնակից դպրոցները, կազմակերպությունները եւ անհատներն իրենց աշխատանքները եւ պատրաստածնյութերը կարող են ներկայացնել Սևանի համայնքապետարան էլեկտրոնային եղանակով։ Մոլորակը եւ նրա բնական ռեսուրսները մեր տունն են, ընտանիքը եւ մեր ապագան։ Սակայն հաճախ մենք անզգուշությամբ ենք օգտագործում ջուրը, էներգիան, թողնում ենք թափոններ, կործանում ենք մի շարք բույսեր եւ ծաղիկներ։ Եվ այսօր մենք սովորենք, թե ինչպես կարող ենք մոլորակը դարձնել ավելի առողջ, բարեկամական եւ կյանքով լի։ Կայուն էներգիան այն էներգիան է, որը չի վնասում մեր բնությանը։ Դրա ամենապարզ օրինակն է արևը, որը մեզ տալիս է լույս եւ ջերմություն։ Բացի արևից կան նաև ջրի եւ քամու էներգիաներ, որոնք նույնպես մեզ օգնում են ապրել ավելի մաքուր աշխարհում։ Մենք կարծում ենք, որ շատ կարևոր է այս թեման սովորել դեռ փոքր տարիքից, քանի որ հենց մանկությունից է ձևավորվում մեր վերաբերմունքը բնության եւ մեր շրջակա միջավայրի նկատմամբ։ Վերականգնող աղբյուրներն էներգետիկ սարքավորումները ստանում են բնության մեջ անդադար տեղի ունեցող գործընթացներից։ Արևի լույսը, քամի, հոսող ջուրը, մակընթացությունն ու տեղատվությունները երկրի ընդերքին իզորու են տալու էներգիայի մեծ պաշարներ։ Նախկինում մարդիկ օգտագործում էին փայտե պատուհանափեղկեր։ Ցերեկները դրանք բաց էին անում, որպեսզի լույսը ներս թափանցի, իսկ գիշերները փակում էին կուտակված ջերմությունը պահպանելու նպատակով։ Կեսօրի արևը յուրաքանչյուր քառակուսի մետրը, երկրի յուրաքանչյուր քառակուսի մետրը ջերմացնում է մոտ 1 մեգավատ հզորությամբ։ Գիտության զարգացմանը զուգահեռ մարդիկ սովորեցին ավելի լավ որսալ արևը։ Գոյություն ունի արևի էներգիայի օգտագործման երկու հիմնական տեսակ։ Արդեն 6 տարի Սևան համայնքը միանում է կայուն էներգիայի շաբաթվան Եվրահանձնաժողովի քաղաքապետերի դաշնագիր Արևելք ծրագրի ներքո։ Եվրամիության կայուն էներգիայի շաբաթվա հիմնական նպատակն է միավորել բոլորին տարբեր միջոցառումների միջոցով կլիմայի փոփոխության մեղմման եւ հարմարվողականության, ինչպես նաեւ էներգետիկ աղքատության հաղթահարման ուղղված նախաձեռնությունների եւ միջոցառումների մասին տեղեկատվության տարածման, ինչպես նաեւ դրանց իրականացման խթանման նպատակով հանուն մաքուր, անվտանգ եւ կայուն զարգացման։ Սևան համայնքում շարունակվում են Եվրամիության կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումներն ու մրցույթները։ Սուրեն Բարսեղյան, Գնելովանիսյան, Գեղամաուր։